Hello, dear colleagues. We are starting the press conference of Armenia national team head coach Yerishin Melikian and defender Eric Poulan. Please, first of all, the question, the player. After that, you can give your question to the head coach. Դե պարապմունքներով ու անալիզներով շատ լուրջ աշխատանք են տարել թե ֆուտբոլիստները թե մարզական շտաբը ոչ միայն պաշտպանության համար, բայց առավել շատ պաշտպանության համար։ Բոլորն էլ շատ պրոֆեսիոնալ ուժեղ տղաներ են, շատ հեշտ է բոլորին էլ հարմարվելը։ Իսկ խաղի մասով ամեն ինչ կանենք, մի անգամ արել ենք շատ լավ հանդիպում ենք անցկացրել Իռլանդիայի հավաքականի դեմ։ Վերլուծել ենք թե մեր թե մրցակցի խաղը ու կփորձենք ոչ թե նույն այլ ավելի լավ հանդիպում անցկացնել։ And question to the player. In the last few matches, Armenia has shown good defensive improvement. What has been the key success? How are you planning to stop the Ireland attack? And the player said through training and analysis, they are worked very hard in these days, and they will do everything they can because they've prepared very well and played one very well game against Ireland. And tomorrow they want to do same game also tomorrow. Ինձ թվում է տարիքն ու խաղը ընդհանրապես կապ չունի հավաքականը ներկայացնելու համար, որովհետև ինձ համար շատ մեծ պատիվ է կրել ես մարզաշապիկը, նույնիսկ կարող եմ ասել, որ իմ ֆուտբոլային կյանքի ամենակարևոր բաներից մեկն է հանդես գալ հավաքականում ու օգնել ազգին։ Ինձ թվում է դա ոչ միայն Հայաստանում է տենց, բայց առավել ևս Հայաստանում յուրաքանչյուր ֆուտբոլիստի ամենամեծ ու առաջնային նպատակն է օգնել իր ազգին։ You have become one of the young leaders of this Armenian national team. What does it mean to you to represent Armenia in such a way much? Age and experience don't matter when it comes to representing the national team. It's a great honor to play for the team and to help the national side. Շատ մեծ նշանակություն ունի միանշանակ, որովհետև մարդիկ հավատում են մեզ ու սպասում են դրական արդյունքի ու գալիս են մեր խաղը տեսնելու, ճիշտ է ովքեր չեն գալիս նույնպես սպասում են մեր հաղթանակին, բայց միանշանակ շատ հաճելի է յուրաքանչյուր մարզադաշտում տեսնել եռագույնով մարդիկ, որ եկել են, հավատացել են ու աջակցում են մեզ։ In the Ireland and across Europe, there is a large Armenian community that always came to support the national team. What does the support of the diaspora mean to you? And the player asked that this means a lot. The fans, the whole Armenian people believe in us, and it's truly enjoyable and truly enjoyable. To the player. Can I ask, do you expect to see different Ireland performances from the one you saw in Yerevan last month? Դուք արդյոք հարցը ուղղված է ֆուտբոլիստին, արդյոք սպասում եք տեսնելու բոլորովին այլ Իռլանդիայի հավաքական այս խաղին։ Դե ինձ թվում է խաղերի մեջ տարբերություն կլինի, որտեվ Իռլանդիայի հավաքականը խաղալվա տանը իր երկրպագուների աչքի առաջ շատ հետաքրքիր խաղ սպասվելու կլինի տարբերություն, բայց մենք էլ փորձելու ենք խաղալ ավելի լավ, քան Հայաստանում։
Of course, I think tomorrow will be a very different game, and the Armenian national team went to play much better than the play in the Yerevan, and the player expecting the very interesting match tomorrow. And please, the coach also. Բարոյցես, տարբերություն այո կա եւ շատ է, առաջի հերթին ես ինքս կյանքում պատասխանատու մարդ եմ եւ ակումբում էլ աշխատելուց ես պատասխանատվություն զգում էի, բայց հավաքականի մարզիչ լինելով զգալ այս պատասխանատվությունը դա մեծ տարբերություն է։ Տարբերություն կա եւ աշխատանքի մեջ բացի հոգեբանությունից եւ աշխատանքի մեջ, որովհետեւ դու ակումբում աշխատում ես ֆուտբոլիստների հետ, որոնք ունեն պայմանագիր ու դու գիտես իրենցից ոնց պահանջես։ Իսկ ազգային հավաքական հրավիրվում են հրավերքով եւ այնտեղ չկա ֆինանսական հարցեր, այստեղ մենակ հայրենասիրության եւ պատասխանատվության եւ նվիրվածության ուղղությունները պետք է բռնես եւ իրենց հետ աշխատես։ օրինակներ բերեմ, բայց ես ասնանայի հիմնական And the question about what is the difference between coaching Punic FC and the Armenian national team. There is a big difference, a very big one. I am a responsibility person and feeling this is the national team is something special. At the club you work with the players who have contracts, but there is no financial measures and there is player who play for the nation and there is players, very patriotic players, and the main difference is that. Այն նշանակությունը ունի, որ մենք խաղում ենք իրենց համար։ Հայաստանի ազգային հավաքականը խաղում է հայերի համար։ Եվ մենք դուրսը խաղում ենք, մենք ավելի շատ սպյուրքի համար ենք մտածում, որ իրենք իրենց օտար երկրում լավ զգան, հպարտ զգան։ Մենք այդ ոգևորությունը տալիս ենք մեր թիմին եւ պատասխանատվությունը։ Տան խաղերին ավելի շատ ներսի հայերը, որ իրանք իրենց տրամադրությունը բարձրացնենք ու հաղթողի հոգեբանությունը ցույց տանք, դրա էտա մեզ մոտիվացնում։ Երկու դեպքում էլ մենք խաղում ենք մեր հայերի համար։ And the same question to the coach, what does the support of the diaspora, Armenian diaspora, mean to you and the players during the match? And the coach said that we think about Armenian fans, we play only for them in the away games, also in the home games. In the home games we also play for the Armenian fans and must give them all our the best and fight until the end in the every games. It's not a problem. Yes, it's never a problem. Can I ask the coach, you had a good result at home to Ireland. Can you have an even better game here in the second game? Հարցը այստեղի խաղի մասին է, մտածում եմ կարող եք ավելի լավ այստեղ խաղալ, քան Երևան։ Շնորհակալություն հարցի համար եւ շնորհակալություն որ եկել եք, մենք կարող ենք իրար հետ մի քիչ շփվել։ Thank you for coming this press conference. We can speak
very lot. Ես ասել եմ, որ երբ տանը հաղթեցինք Իռլանդիային, ես ասեցի, որ իրենց մոտ լինելու է այլ ֆուտբոլ, ուրիշ ֆուտբոլ, եւ մենք պատրաստվել ենք հոգեբանորեն, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու մեր համար այստեղ, որովհետեւ թիմը պարտվել է, թիմը շատ լավ հասկանում եմ, որ վերջին շանսերից է, որ պետք է մեզ հաղթի, որ ունենա շանս, մոտիվացիան մրցակցի մենք շատ լավ հասկանում ենք ու 100% տարբերվելու է, պետք է մենք ճիշտ պատրաստվենք եւ հոգեբանորեն եւ տակտիկապես. I said after the Yerevan's game that the game, this tomorrow's game, it will be very different from playing Yerevan, and the coach said that he knows that Ireland national team prepared very well, especially mentally, because it's their last chance to play there and to win. The team understand the Ireland national team understood that, and Armenian national team also understood the responsibility. It's different. It will be very different game, especially in Yerevan. And the Armenian national team prepared very well, especially mentally. And the Ireland national team also has their motivation in this game, and they also want to win, of course. The Ireland coach said today that as well as this being a must-win game for Ireland, it's a must-win game for Armenia because it's your chance to go to the World Cup. Do you see it that way? The Ireland coach was saying, as well as Ireland needing to win, Armenia need to win because this is your chance to go to the World Cup. Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ասել է, եթե նրանք ցանկանում են հաղթահարել խմբային փուլը, սա նրանց համար ամենակարևոր խաղն է։ Դուք նույնպես այդպես եք կարծում, որ սա շատ կարևոր խաղ է հաղթելու համար։ Այո, ես դրա համար էի խոսում, որ ես հասկանում եմ իրենց լրջությունը, իրենց մոտիվացիան եւ պատասխանատվությունը, նույն իրավիճակում մենք ենք։ Երկու թիմ, որոնք վերջի խաղում պարտվել են, շատ ափսոս միավորներ են կորցրել երկու թիմը, դրա համար եւ մենք եք հասկանում եւ մրցակիցն է հասկանում, որ այս 3 միավորը շատ կարեւոր է։ Դրա համար մենք վաղը կտենանք պատերազմ։ Ով կհաղթի, վաղը ցույց կտա։ That's what I was talking about. I understand their motivation. We are in the same situation. The two teams that have regretting dropping points in the last few games. Tomorrow will be a war, and during the game was everything seen what the result will be. Thank you. Thank you. Շնորհակալություն